Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ ուկրաինացի փորձագետները ներկա կլինեն ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի մասնակցությամբ առաջիկա բանակցություններին, բայց չեն գտնվի Ռուսաստանի հետ նույն սենյակում։ Ավելի վաղ Կրեմլից հայտնել էին, որ ռուս եւ ամերիկացի փորձագետները մարտի 24-ին Սաուդյան Արաբիայում հնարավոր խաղաղ կարգավորման շուրջ բանակցություններում կքննարկեն նաեւ Սևծովում նավագնացության անվտանգությունն ապահովելու ուղիները։ Այնտեղ տեխնիկական խմբեր ներկա կլինեն, ես այսպես եմ հասկանում, կլինի Ուկրաինայի եւ ԱՄՆ-ի հանդիպում, իսկ հետո մաքոքային դիվանագիտություն, ինչպես ասել են մեր ամերիկացի գործընկերները, ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ, ասել է Զելենսկին Նորվեգիայի վարչապետի հետ ասուլիսում։ Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն ժամանել է Հյուսիսային Կորեա, նշվում է, որ Փայինյանում նախատեսված են հանդիպումներ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի եւ այլ պաշտոնյաների հետ, այցից այլ մանրամասներ դեռ չեն հաղորդվում։ Հյուսիսային Կորեան երկիրոտ դասի հրթիռ է փորձարկել, որը հաջող է անցել, դրանց հետևել են Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը, նաև Կորեայի աշխատավորական կուսակցության կենտրոնական կոմիտեի ռազմական անդամները։ Հյուսիսային Կորեայի գլխավոր հրթիռային բյուրոն հրթիռի փորձնական արձակում է իրականացրել համակողմանիորեն ստուգելու դրա մարտական բնութագրերը, հստակեցվում է, որ նոր մոդելի հրթիռի արտադրությունն արդեն մեկնարկել է, մանրամասներ չեն հաղորդվում։ Հյուսիսային Կորեայի լրատվամիջոցները հրապարակել են նաև լուսանկարներ, որոնցում երևում է, որ հրթիռը պայթել է թիրախը խոցելուց հետո, ենթադրվում է, որ արձակումից հետո հրթիռի մարտունակությունը գնահատվել է որպես գերազանց, իսկ ընդհանուր հուսալիությունը շատ բարձր։ Լոնդոնի Հիթրոու օդանավակայանը մարտի 21-ին փակվել է, քանի որ այն էլեկտրականությամբ մատակարարող ենթակայանում խոշոր հրդեհ է տեղի ունեցել։ Հիթրոուն Մեծ Բրիտանիայի ամենազբաղված օդանավակայանն է, ուստի դրա փակումից տուժել են մեծ թվով ուղևորներ։ Ըստ Flightradar 24-ի տվյալների, օդանավակայանի փակվելը ազդել է առնվազն 1351 չվերթի վրա։ Օդանավակայանի վարչակազմը նախազգուշացրել է, որ առաջիկա օրերին եւս սպասվում են աշխատանքի լուրջ խափանումներ։ Հիթրոու մեկնող ինքնաթիռների մի մասն ընդունել է Լոնդոնի Գեթվիկ օդանավակայանը, որոշ ինքնաթիռներ վայրէջք են կատարել Մեծ Բրիտանիայի եւ Եվրոպայի տարբեր քաղաքներում։ Լոնդոնի արևմուտքում գտնվող Հեյս քաղաքի ենթակայանում բռնկված հրդեհի պատճառով հազարավոր տոներ մնացել են առանց էլեկտրականության, շուրջ 150 մարդ տարհանվել է մոտակա շենքերից։ Հրդեհի պատճառն առայժմ հայտնի չէ։ Հութիների Անսար Ալլա շարժման ռազմական խոսնակ Յահյա Սարին հայտնել է, որ Եմենի զինված ուժերը հատուկ ռազմական գործողություն են իրականացրել հիպերձայնային բալիստիկ հրթիռով, թիրախավորելով Թել Ավիվից հարավ գտնվող իսրայելական ռազմական օբյեկտը։ Սարին ընդգծել է, որ գործողությունը հաջողությամբ հասել է իր նպատակին, նշելով, որ սա երկրորդ նմանատիպ թիրախավորումն է 24 ժամվա ընթացքում։ Պաշտոնյայի խոսքով գազային աջակցող հութիների գործողությունները չեն դադարի, որքան էլ շարունակվի Եմենի դեմ ԱՄՆ-ի ագրեսիան։ Ռուսաստանը եւ Ուկրաինան շարունակում են հարվածներ հասցնել մեկը մյուսի տարածքին։ Ուկրաինայի Օդեսայի շրջանը ռուսական ուժերի կողմից ենթարկվել է զանգվածային հարձակման, որի հետևանքով 3 դեռահաս վիրավորվել են։ Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը նաեւ հայտնել է, որ բռնկվել են բազմաթիվ հրդեհներ։ Բացի այդ, գերատեսչությունը հայտնել է, որ Զապորոժիեում ռուսական ավիառումբերի հարվածների հետևանքով 5 մարդ վիրավորվել է, այդ թվում երեխա։ Այրվել են մեքենաներ, բնակելի տներ։ Իսկ Ռուսաստանի Կրասնոդարի շրջանում այրվող նավթաբազայում պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով 2 մարդ վիրավորվել է։ Նավթաբազայի տարածքում հրդեհը բռնկվել էր մարտի 19-ի գիշերը ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով։ Ըստ տարածաշրջանային օպերատիվ շտաբի տվյալների, հրդեհի մակերեսը սկզբում եղել է 20 քառակուսի մետր, սակայն կրակը տարածվել է ընդգրկելով 10,000 քառակուսի մետր տարածություն։ Մարտի 21-ի գիշերը կրակը կլանել է եւս 1 ռեզերվուար։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հաստատել է, որ Ուկրաինային աջակցող երկրների կոալիցիայի առաջնորդները կհանդիպեն Փարիզում հաջորդ 5 շաբթի քննարկելու խաղաղապահներ ուղարկելու եւ Կիևին անվտանգության երաշխիքներ տրամադրելու հարցը, եթե Ռուսաստանի հետ խաղաղություն ձեռք բերվի։ Մենք կանցկացնենք կամավորների կոալիցիայի հերթական հանդիպումը Վոլոդիմիր Զելենսկու ներկայությամբ, ասել է Մակրոնը լրագրողներին Բրիտանիայում ավելի քան 20 երկրների ռազմական ղեկավարների հետ հանդիպումից հետո։